Այս դեպքում երկու առանձին ուղղվածություն է պատասխանել, կամ իրատեսականն եւ շրջության լուծելի է։ Դա 40 ծրագրի շարունակությունն այն ժամանակ, որ ապահովման ծրագրի հասանելի բացի դրանից երկրորդ պայմանավորությամբ այդ մարդիկ չեն կարող օգտվել եւ տրամաբանությունից դուրս է շուկայում առանձնահատուկ մեծ փոփոխություն տեղի չի ունեցել այն թեզը որ գնացեք աշխատեք հասկացանք մարդիկ կգնանք աշխատեն իրենց հարց մնացած հարցերի կլուծեն բայց բնակարանով ապահովման հարցը աշխատելով լուծել հնարավոր չի եղել է իրենց բավականին խելացի խելքին մոտիկ առաջարկ ժամանակին կոմպակտ բնակությունը որը որ հնարավորություն կտա քաղաքային բնակչությանը տեղավորցնել քաղաքային միջավայրում, գյուղականին գյուղականում, այդ նաև բիզնեսի ապահովագրում։ Այսօր ասում են, որ արցախցիները բոլորը ուզում են, չգիտեմ, Երևանում կամ Երևանամերձ շրջաններում ապրել, դա արցախցիների տեղափոխման խնդիր չէ, այլ ամբողջ Հայաստանում գոյություն ունեցող խնդիրների ամբողջությունն է։ Ինչու, որովհետև հիմնական աշխատանքային միջավայրը հենց Երևանում է եւ այդպես նոր տեղափոխված մարդը, որ որոշակի հմտություններ չունի, դեռևս պետք է հարմարվի, պետք է որ աշխատանք փնտրի այնտեղ, որտեղ որ մաքսիմալ այդ աշխատանքը ավելի շատ է։ Դուք ասում եք, ասում են Երևանում չեն ուզում, ովքեր են ասողները եւ մաս։ Տեսեք, ինքը գեներացվող ատելության մաս չի, ինքը շատ փոքրիկ հատված է, որ գեներացվող ատելությունը ուղիղ են անում։ Ուղիղ են անում ընդհանուր միջև այն աստիճանի, որ լկտիության աստիճանը հասել է նրան, որ պրոքսիներով չեն անում, այլ ուղիղ իշխանական պատգամավորի բերանով են անում։ Ազատության հրապարակում տեղի ունեցած ցույցից անմիջապես հետո ողջ տեղեկատվական ցանցը այդպես արցախցիների հանդեպ ատելություն էր։ Եվ բացի դրանից այդ դրամեխն էլ հենց ինքը Արսեն Թորոսյանը տվեց, երբ որ հստակ մարդը ազգային ժողովի պատգամավոր լինելով ներազգային ատելություն է քարոզում եւ մնացած այդ Facebook-ում հայ հոյախառը հայտարարությունը, ես չգիտեմ, այս պահի դրությամբ գոնե մեկ մարդ կա, որ չգիտեմ, քրեական գործ է իր վրա հարուցվել այդ ատելությունը տարածելու համար։ Իհարկե չկա։ Ես ավելին համոզված եմ, որ այն մարդիկ, ովքեր որ այդ գործով զբաղված են, հələ մի բան էլ խրախուսվում են, որովհետեւ դրանով իրենք քաղաքական այդպես դիվիդենդներ են շահում եւ այդ ուղղությամբ գնում են։ Երկրորդ մասին էլ կցանկանայի խոսել պահանջների, որը վերաբերվում է արցախցիների իրավունքներից չհրաժարվելուն, որովհետև հիմա քննարկումներում գնում է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է միջազգային դատարաններից հետ կանչի իր հայցերը, իսկ այդ հայցերի մեծ մասը վերաբերվում է Արցախին։ Հիմա հարցադրում եմ անում, Արցախում տեղի է ունեցել էթնիկ զտում։ Կարող է իրավիճակ ստեղծի, երբ որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը ասի, որ էթնիկ զտում տեղի չի ունեցել, մենք օքեյ ենք դրա հետ։ Մենք ոչ մի խնդիր չունենք։ Պարզվում է մնացած գործողությունների շարունակությունը հաշվի առնելով, ես դա էլ եմ համարում, որ շատ հնարավոր է, որ այդպիսի իրավիճակի էլ մենք կանգնենք։ Կամ այսօր Արցախում տեղի է ունենում մշակութային ցեղասպանություն։ Ադրբեջանական կողմը ամենօրյա ռեժիմով տելեգրամ ալիքներով տալիս են, որ տեղի է ունենում պատմամշակութային ժառանգության վերացում։ Հիմա հարցադրում կարող է ստացվի այնպես, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները մի օր ասեն մենք դրա հետ ենք օքեյ։ Համաձայն ենք, ոչինչ, ինչ ուզում եք արեք։ Հիմա առաջարկ եղել է անմիջապես տեղահանությունից հետո խմբի կազմով, այդ խմբի կազմում նաև ես եմ ներկա եղել, որ ժողովուրդ լավ հասկացանք, այդքան ուժ չունեք, այդքան ձեզնից ինչ որ մի բան չեք ներկայացնում, քաղաքական պահանջներ չեք անում, գոնե միջազգային ֆորում իրականացրեք, նման փորձ հումանիտար ֆորում, արցախցիների համար հումանիտար ֆորում իրականացրեք, ֆինանսական միջոցներ գեներացրեք, որպեսզի այս մարդկանց խնդիրները լուծեք։ Էլի որ ոչ մի պատասխան չի եղել, այսինքն լավ, եթե դու չես ուզում որոշակի ֆինանսական միջոցներ գեներացնել, այն դեպքում երբ որ Սիրիայի դեպքերից հետո դա տեղի է ունեցել, Ուկրաինայի դեպքերից հետո դա տեղի է ունեցել, բոլոր կոնֆլիկտային իրավիճակներում դա նորմալ բնական երևույթ է, երբ որ աշխարհի մնացած երկրները ֆինանսական միջոցներ են գեներացնում դժվար մարդկանց խնդիրները կարգավորելու համար։ Ամեն դեպքում աջակցություններ եղել են այդ ուղղությամբ, հենց հատուկ արցախցիների ինտեգրելու նպատակով աջակցություններ են եղել։ Տեղյակ եք ինչպես են մաշվել, թափանցիկ է եղել գործընթացն արդյոք, բավարար է գնահատվություն։
Դե կարծում եմ լրատվական միջոցները դուք ավելի լավ տեսել եք, որ որևէ թափանցիկություն այս մասով չի եղել, ավելին այն սոցիալական ինչ որ տրամադրվում է, եթե ի սկզբանե առաջարկը, որ կոմպակտ բնակության համար ավելի մեծ ի սկզբանե նախատեսված ֆինանսական միջոցներ գեներացնելու լավագույն միջոցը հենց այդպիսի Արցախին վերաբերող հումանիտար ֆորումի անցկացումն է։ Այսինքն այս մարդիկ ասում են, սկզբի քայլը եղել այն, որ հրաժարվել են Արցախից, հրաժարվել են արցախցիների անվտանգության եւ իրավունքների պահանջից, հիմա էլ այնպիսի իրավիճակ են փորձում ստեղծել, որպեսզի մարդիկ այլ ընտրանք չունենան, դուրս գան այստեղից գնան։ Հիմա պաշտոնական վիճակագրական թվեր են բերում 120,000 արցախցուց, եթե նույնիսկ հավատանք իրաց թվերից, եթե 14-15,000 մարդ է հեռացել, այսինքն տեղահանվածների 10 քանի տոկոսը ըստ պայդորությամբ հաստատի լքել է Հայաստանի Հանրապետություն։ Առավոտից իրիկուն խոսում են, որ մարդ ռեսուրսի, չգիտեմ, աշխատուժի ռեսուրսի խնդիր ունեն։ 12,000 զինվորական է տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն։ ԱԱԾ, չգիտեմ, զինվորական սպայակազմ, աշխարհազորայիններ, ՆԳՆ, այդ մարդկանց էլի նորմալ խելքգխին առաջարկ է եղել, որ ժողովուրդ եկեք, քանի որ մարդիկ պատերազմով անցած են, որոշակի փորձառություն ունեն, եկեք ըստ մասնագիտությունների եւ ըստ առանձին խմբերի եւ ըստ ստորաբաժանումների ինտեգրում իրականացրեք։ Զինվորականներն են առաջարկել։ Դա ինձ էլ են հրաժարվել։ Այսինքն եթե մենք գալիս ենք այն եզրակացության, որ Արցախից հրաժարվել են, հիմա էլ արցախցիներից են հրաժարվում, իմանանք մեր անելիքը, էլի, ուրեմն մենք այնպիսի իրավիճակում ենք, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունների հետ ինչ որ գործառույթ իրականացնելու համար պետք է քաղաքական պարտիզանական պայքար մղենք։ Այսինքն մենք մի երկրում չենք, որ արցախցիների, ոչ թե արցախցիների, այլ Հայաստանի Հանրապետության շահերից բխող գործունեություն է անում։ Պարոն Աղաբեկյան, ամեն դեպքում նմանատիպ պայքարի օրինակներ կան, դրանք եւս կարծեք անուշադրության են մատնվում։ Հաջորդիվ ինչ եք այսպես ասած պլանավորում, նախաձեռնում, այսպիսի բողոքի ակցիաներ արվեցին նաեւ վերջերս մարտի 20-ին, թեև ինչքանով ես տեղյակ եմ, այս ակցիան կապ չունի արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ակցիայի հետ, ճիշտ է։ Ամեն դեպքում նմանատիպ ակցիաներ արվում են, ակնկալիքներ կա, որ օրինակ այս ժամանակահատվածը, որ տրվել է իշխանություններին որոշումների վերանայման համար, ի վերջո հարց կլուծի։ Ոչ մի ակնկալիք չկա, ավելին ես ներքին ինֆորմացիա ունեմ, որ որոշակի փակ շրջանակներում քննարկումներ գնացել է եւ իրենք սոցիալական ծրագրի որևէ փոփոխություն չեն ուզում իրականացնել։ Ինչ վերաբերում է իրավունքների մասին, այսօր իհարկե ընդհանրական են խոսում, որ հայցերի հետ քաշում է տեղի ունենալու, չեն մասնավորեցնում, թե այդ հայցերի հետ քաշում ասելով իրենք ինչի նկատի ունեն։ Չգիտեմ, երբ որ այդ ամեն ինչը ջրի երես դուր, ախր իրենք այնքան գրագետ խելացի են, մանիպուլատիվ են այս ուղղությամբ աշխատում։ Սկզբից թեման տալիս են, ստանում են հանրային մեծ արձագանք, հանրային մեծ արձագանքի ժամանակ այսպես քաղաքագիտական քաղաքական լեզվով ասած պառը հանում են, մի անգամ կազմակերպված ճանապարհով հենց այնպես մարդկանց փողոցում գեներացում այդ մարդիկ որևէ գործողության չեն գնում։ Ես իսկ երբ որ գրել եմ Facebook-ով, որ 3000 հոգի մարդ, եթե մենք հավաքվենք հստակ մարտավարությունից ելնելով, այստեղ տեղում գործողություններ պիտի իրականացնենք, այդ է ճանապարհը։ Պետք է մաքսիմում խանգարել է ներկայ իշխանություններին իր գործունեությունը ծավալելու մեջ, եթե իրենք այդ ճանապարհով գնան, պետք է մաքսիմում խանգարել, պետք է ամեն ինչ անել, որ իրենք որևէ իրենց կայացրած որոշում գետնի վրա չկարողանան իրականացնել։ Սրանք իհարկե ճանապարհներ են, որոնց մասին առանձին արցախցիներով չպետք է արվի, սա պետք է արվի եւ Հայաստանի Հանրապետության բնակչության ակտիվ քաղաքացիական հասարակության տարերի որոշիչների անկախական մտածող մարդկանց, որոնք որ այդպես կնոպկով չեն միանալու եւ կնոպկով չեն անջատվելու, որպեսզի այդ մարդիկ նեղություն գան։ Թե չէ հիմա ամենակոմֆորտ վիճակն է իրաց։ Հենց հիմա ոստիկանության ներկայացուցիչը եկավ ինձ մոտեցավ, ասեց, որ 2-3 հոգով մոտեցեք, բանակցենք, հասկանանք ինչ ձևաչափով ենք փորձելու իրար հետ շփվել։ Հիմա ես կփորձեմ իրենց հետ խոսել, հասկանալ ինչ ձևաչափով։ Ես պահանջելու եմ, որպեսզի մեր հարցերի պատասխանները լրագրողների ներկայությամբ տան, հրաժարվելու եմ որևէ տեսակ փակ քննարկումից, որովհետև այդ փակ քննարկումների հետևանքներից օրինակ մեկը, երբ որ սոցիալնախարարության քննարկումների ժամանակ իրենք վստահեցնում էին, որ որևէ կերպ այդ աջակցությունը չի դադարեցվելու այնքան ժամանակ մինչև ժողովուրդը բնակարանով ապահովված չունի, հիմա իրենք իրենց ասացից հրաժարվել են։ Կամ 21 թվականին նույն Արարատ Վիրզոյանը բացահայտ դուրս էր գալիս, խոսում էր, ասում էր, որ
խաղաղության պայմանագիր չի կարող ստորագրվել, եթե բան չլինի, արցախցիների իրավունքների անվտանգության երաշխիքներ չլինի, բայց մի տարի անց, 2 տարի անց էլի ամեն ինչ փոխվեց։ Այսինքն մարտավարական տեսանկյունից ցանկացած զիջում, որը որ դու կանես այս պահին կառավարությանը, 10 հոգով կլինես, 20 հոգով կլինես, 30 հոգով կլինես, մի հոգով կլինես, մարտի դաշտում մի հոգին էլ է։ Մարտիկ եթե ինքը ճիշտ ճանապարհի վրա է եւ երբեք չպետք է քիչ լինելուց մենք վախենանք, որ, չգիտեմ, ինչու է այսպես ստացվեց։ Հիմա հարցը դրած այնպես, որ եթե այսօր արցախցիների նկատմամբ այս վերաբերմունքը մարսվում է, վաղը մյուս օր Հայաստանի Հանրապետության բնակչության նկատմամբ է նման վերաբերմունք լինելու։ Վաղը մյուս օր, չգիտեմ, մենակ քննարկումները գնում է։ Վաղը մյուս օր կարող է 300,000 ադրբեջանցի գան ստեղ ավելի մեծ իրավունքներով, քան թե մենք ենք։ Եվ սա ես այդքան էլ անիրատեսական չեմ համարում։ Ինչպես նույն 18-19 թվականներին մարդիկ կարող են անիրատեսական համարել, որ հայաթափված Արցախ կունենային։ Նույն իրատեսականության ֆոնում են իմ ասածն է ինչ որ կա։ Պարոն Աղաբեկյան, նայեք, աջակցության ծրագրերի մասով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բազմիցս նշում է, որ եղել է կարճաժամկետ եւ երկարաժամկետ աջակցության ծրագրեր ու վերջերս նաեւ Նարեկ Մկրտչյանը ազգային ժողովում ասաց, որ տեղյակ են եղել, որ կարճաժամկետ ու երկարաժամկետ է եւ նաեւ խոցելի իրավիճակում գտնվող մարդկանց մասին մենք տեղյակ ենք եւ նրանց հարցերով նոր գործիքներ ենք կիրառելու եւ կիրառվում են։ Ձեզ ինչ է հայտնի այդ մասին, ինչ նոր գործիքների մասին է խոսքը։ Արդյոք տեղյակ եք թե այս սրա հետ կապված ինչ նորություն կա։ Դե նոր գործիքը ինչի մասին որ իրենք հայտարարել են, դա այն նոր ծրագիրն է 50,000-ի, որ նախատեսում են ու ասում են, որ 4,000 հոգի մեր մոտ գրանցված ունենք, ովքեր որ սոցիալական խնդիրներ ունեն։ Այս ամեն ինչը հասկացանք է, բայց այդ նույն Նարեկ Մկրտչյանը պետք է հասկանա, որ եթե մարդիկ իրենց ներկայացրած բնակապահովման ծրագրից չեն օգտվում, մարդ դեբիլ չի, որ իր համար լավ բան առաջարկես, ինքը չօգտվի։ Այսինքն տրամաբանական է, չէ, երբ որ մարդիկ են անգամ առաջին խմբի մարդիկ այդ ծրագրից չեն օգտվում, ուրեմն պարամետրերը այնպես է դրած, որ մարդը հաշվարկ անում եւ տեսնում է, որ այդ ծրագրից չկա, օգտվելու չկա։ Եթե պաշտոնական տվյալներով 15,000 է, ոչ պաշտոնականով 20,000 անց է, մարդիկ տեղափոխվել են անգամ այդ ծրագրի շրջանակներից չօգտվելու, չցանկանալու, այդ ծրագիրը իրենց համար այնքան անընդունելի է եղել, որ մարդիկ թողել գնացել են։ Դե չեն ցանկանում, որովհետև դա իրատեսական ծրագիր չի։ Այսինքն ամբողջ խնդիրը կայանում է նրան, որ իրենց կարիքներին սա չի խոսում այն կարիքների հետ, որ գոյություն ունի։ Եթե կարիքների հետ խոսե, իհարկե, որևէ մեկը իր, ինչպես ասում են, խերից փախած չի, որ ինքը իր համար լավ բան առաջարկես, ինքը ասի չէ, ես պատրաստ եմ գնամ Ռուսաստանում դեգերելու, չգիտեմ, այնպես չի էլի, որ արցախցիները ոչ մի բան չեն ունեցել, հիմա եկել են այստեղ էլ ոչ մի բան չունեն։ Մարդիկ որոշակի նիստուկաց են ունեցել, որոշակի ունեցվածք են ունեցել, որոշակի այդպես իրենց շահերի իրացում են տեղում ունեցել։ Հայտնվել են մի հատ պարզ իրականության մեջ, որ 50-55 տարեկան մարդը 18 տարեկանի կարգավիճակում է դարձել, որ պետքա նոր դերկյանքում ինքնահաստատվի, կայանա, իր ամբողջ ունեցվածքը թողած այնտեղ։ Այդ մարդկանց նկատմամբ դեռ մի բան էլ որ որոշակի սպասելիքներ է ստեղծում։ Հիշում եք, տեղահանությունից անմիջապես հետո մեր քույրերը, եղբայրները մենք ամեն ինչ անելու ենք, այսպիսի հռետորաբանություն էր։ Հիմա արդեն հռետորաբանության ինչպիսի կտրուկ փոփոխություն է տեղի ունեցել։ Որևէ մեկը չի ասում, որ ողջ միջև մեր կյանքի վերջ մեզ ապահովեք։ Կամ առանձին տեսել եք, որ ըստ մասնագիտությունների ինտեգրացիա տեղի ունենա, չէ, չկա։ Լավագույն մասնագիտությունը, որի շուրջ որ պետք է այդ ինտեգրացիան տեղի ունենար, դա զինվորականությունն է, պատերազմով անցած։ Թող մի հատ վիճակագրություն ցույց տան, քանի զինվորական է հիմա նորից եկել այստեղ մտել աշխատանքի։ Այսինքն պետությունը բան չի, էլի հասարակական կազմակերպություն չի, որ ասի ես միջոցառում եմ կազմակերպել, ուզում եք եկեք, ուզում եք մի եկեք։ Պետության խնդիրը նրա մեջ է, որպեսզի իր կողմից իրականացած ծրագրերը էֆեկտիվ լինեն։ Եթե իր ծրագրերը էֆեկտիվ չեն լինում, ինքը ժողովրդին է մեղադրում, դա նման է նույն նրան, որ ռազմական գործողությունների ընթացքում պարտություն է լինում, ասում է դե ես ինչ անեմ, ասել եմ, որ բրոնիկ կասկա վերցրեք, գնացեք հայրենիք պաշտպանեք, դուք չեք պաշտպանել։ Բայց դեպքում դու այս կառավարության շենքում նստում ես, ինչ անես։ Եթե ժողովուրդը պետք է ինքնա, դե լավ անում, թող պատրաստվի։ Հիմա ամենավատը այն է, որ ինքը այդ ամեն ինչը անում է, հասարակությունը պետք է աչքերը բացի եւ հասկանա, որ հանրային ճնշումը իր բոլոր մեթոդներով, բոլոր հնարավոր իրավական սահմաններում գտնվող մեթոդներով մենակ է էֆեկտ տալու։ Մացած տարբերակով ինչքան էլ 5,000 հոգի հավաքվենք, 10,000 հոգի հավաքվենք, ոչ մի բան չի լինելու, գործողություններ են պետք։ Գործողությունների միջոցով, որպեսզի ոնց որ ինքն է մեր կյանքը սևացնում,
մենք էլ իր կյանքը սևացնենք։ Էնպես անենք, որ ինքը գետնի վրա իր որոշումները չկարողանա իրացնել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ձեզ ենք։ Բաժին